Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ահ հաճախելով ձեր պաշտպանը հայտնեց Ես вижу, что у вас большие трудности с переводом для меня документов. Все время опаздываете, все время... Հաջորդորով ենք ուղարկել ենք, դատանի մոտ եք խնդիրը, չկամ ենք Чтобы հաջորդորով облегчить вашу работу, чтобы вам тяжело не было. Вот тем более, что потерпевшие тоже не против. Я думаю, что и у вас внутри тоже 100% сидит то, что я ни в чем не виноват. Ваш секретарь тем более, кроме прокурора, конечно. Вы меня освободите от всех дел, и потом занимайтесь разбавой. Ահ հաճախելով մենք համապատասխան փուլում, եթե ձեր մեծարելով արարքը չհաստատվի, համարվի դատարանը կայացնի ձեր նկատմամբ արտարացման վերևից։ Եթե հիմնավորվի կայացնի մեղադրական վերևից։ Հիմա այդ փուլում չենք գտնվում եւ համապատասխան հարցի քննարկման շրջանակներում համապատասխան միջնորդության դեպքում քրեական հետապնդումը դատարեցնելու կոնկրետ հիմքերով, հիմնավորումներով փուլ գոյություն։ Եթե մենք հասնենք այդ փուլին, լինեն համապատասխան միջնորդություններ, լինեն դրա իրավաչափ պայմանները, դատարանը Тогда переводите все подряд. Հարց ունի դատարանից համապատասխանելով։ Մեղադրանքի որոշումը 2018-19 թվականներին մեղադրական եզրակացության դատարան ուղարկվել է։ Ռուսերեն տարբերակով ձեզ փոխանցվել է։ Я не помню, я 3 раза контуженный тяжело. Ահ հաճախելով նոր մեղադրանքի որոշումները 1 տարի առաջ նոյեմբերի 30-ի դրությամբ բոլորի մասով վերապարակվել է, փոխանցվել է դատավարության մասնակիցներին։ Հասկանում եք, թե հասկանում։ Ահ հաճախելով դրա հետ կապված դատարան լսեց նաև ձեր պաշտպանի դիրքորոշումը, դուք ասացիք, որ միանում եք պաշտպանի դիրքորոշմանը, դատավարության մասնակիցների դիրքորոշումը լսեց, ուսումնասիրեց նոր մեղադրանքի որոշումները, դատարանն արձանագրեց, որ այնտեղ կան փաստարկների փոփոխություններ, լրացումներ։ Այդ մասով դատարանը հաշվի առնելով, որ արդեն ներկայացվել են որոշումները, դատարանը որոշեց թույլատրել փոխել արարքի իրավական գնահատականը եւ մի ժամանակ արձանագրելով, որ արդեն դատարան ներկայացված որոշումներում առկա են հաստական նկարագրության փոփոխություններ, լրացումներ, դատարանը ժամանակ տրամադրեց քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումներով 297-ի 5-րդ մասի, որպեսզի այդ հաստական հանգամանքների լրացումները շրջվի եւ ներկայացվի դատարան։ Հիմա այս մասով, եթե դուք դատարան կարող եք հատվածները ընթերցել, պաշտպանը թարգմանել եւ մենք փորձենք անցնել հաջորդ հարցի քննարկմանը, բայց եթե դուք ցանկանում եք անձամբ ծանոթանալ, ընթերցել եւ դիրքորոշում հայտնել, դատարան ձեր իրավունքը չի սահմանափակել։ Ուղղակի ցանկանում եք հարցին անձամբ դուք պատասխանեք, որովհետեւ նորից եմ կրկնում, դուք բարձրաստիճան զինվորական եք, ձեր խոսքը դատարանի համար ուղղի ծանր կշի։ Հիմա եթե դուք դատարանին հայտնեք, որ դուք միևնույնը չեք ընթերցել, պարոն Պողոսյանին եք վստահել, դա ձևական կլինի, որ մենք եբրացենք 3 համաձայնեցես, դուք հաջորդ դատական նիստերին օրինակ հրապարակեք, որ դուք չեք կարտացել, ցանկություն չունեք կարտալու, դա ավելի քիչ կարծում եմ ճիշտ չի լինի։ Եթե դուք ընթերցելու եք, կարտալու եք, ծանոթանալու եք, գալու եք դիրքորոշում հայտնեք, մենք ձեզ այդ հնարավորություն կձեռնենք։ Я одно скажу, если вы нам столько лет уже нервы трепете, почему я вам не могу нервы потрепать? Вы не видите детали. Ահ հաճախելով Թարգմանել դեռ խոսանք։ Այսինքն ցանկանում եք թարգմանել տրամադրենք, որպեսզի նոր մեղադրանքը ծանոթանաք եւ վստահեք, բայց դատարանը ձեզ հարցեր է ուղղել։ Մի քիչ անհարմար դեպություն կլինի, եթե դուք դատարանի հարցին պատասխանելիս հայտնեք, որ օրինակ չեք ընթերցել, չեք կատարել։ Մի րոպե, հնարավորություն ունեք։
Կարծում եմ պարոն Խաչատրովի խոսքին առարկել պարոն Խաչատրովը լավագույնս կարող է դատարանի հարցերին պատասխանել եւ Вы, если преподаете, я не ваш студент, что вы меня спрашивали, я вам отвечаю. Ես ձեր վերաբերյալ գործը քննող դատավորն եմ, դուք արտահայտել եք դրսևորել պատշաճ վարքագիծ, եթե ունեք այդ դատարանի տրված հարցադրման մասով դիրքորոշում ունեք, հայտնեք, ավելի բան մի կասեք, հա։ Ցանկանում եք ծանոթանալ նոր մեղադրանքի թարգմանված բարբերով։ Այո, ցանկանում եմ։ Շատ լավ։